Վաղ այնտեղ ավագ նիստն է, մասնակցելու է վերջո քաղաքացիական պայմանագրի ձեր ֆրակցիան նիստին, առաջադրվելու է Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետ։ Դրա մասին ընդեղի խմբակցությունը հայտարարություն կանի եւ իր որոշումը ձեզ կհայտնի։ Հա, եկեք բոլոր գաղտնիքները չբացենք։ Այսօր որոշումը կլինի։ Ասում իրանք կհայտնեն, ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ եւ չեմ ուզում դրա հետ կապված հայտարարություն անեմ։ Իսկ Ես այլ հարց եմ տալի չեմ ոչ ես այդ թեմայով ուրեմն իսկ ընդունելի կլինի իշխանության այնտեղի իշխող մեծամասնության համար եթե ընդդիմադիր օրինակ ակնկալում եք որ հնարավոր է ընդդիմադիր ձայներ տրվեն ձեր տեխնացուին եթե առաջադրեք օրինակ մտածեք Չհասկացի, այսինքն ընդդիմությունը քվեարկի։ Ինչպիսի սցենար կամ քննարկումների Ես կարծում եմ որ բոլոր ստանալ ընդդիմադիրներից նման քննարկումներ չեն եղել, բայց ես կարծում եմ որ տրամաբանական է, որ այն ուժը, որ ամենաշատ ձայներն է հավաքել նաև քաղաքապետ ընտրի, իսկ այն մնացած տարբերակները ես չեմ կարծում, որ ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու եւ դա կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրու հետ կապված բարեփոխումների, աշխատանքների, որովհետեւ այդ նմանատիպ չակերտավոր 1 ժամյա, 1 գիշերվա կոալիցիան չեմ կարծում, որ կկարողանա ապահովի բնականում գործունեությունը, դա իմ կարծիքն է։ Իսկ աշխատանքը կառավարության հետ, եթե այնտեղ Ես չգիտեմ, ես կառավարության հետ լավ եմ աշխատում, չգիտեմ։ Ես ասել Վախթան Ղուկասյանի մասին ես իմ կարծիքը ասել եմ, իմ կարծիքը չի փոխվել։ Պետք է բանտում լիներ։ Ես իմ կարծիքը չեմ փոխում, ես կարծում եմ, որ իր տեղը ճիշտ տեղը բանտն էր։ Բոլորիս Նավ ես քաղաքական գործիչ եմ, ես որևիցե բան չեմ կարող անել։ Դե բոլորիս, որովհետև երևի ինչ որ պահի, ինչ որ տեղ ամեն ինչ չէ որ ճիշտ են կարել, բայց նաև կան հարուցված գործեր եւ կարծում եմ ինչ որ ժամանակի ընթացքում այդ գործերը իրենց հանգրվանին կհասնեն։ Դե ոնց է ստացվում, որ մնացածի հետ կապված, չէ, չեմ կարծում, որ դրա մասին ես է որ պետք է հայտարարություններ անեմ։ Ես որ իմանայի ում են կալանավորում, շատ մարդկանց հետ կապված հետևություններ կանեի նախապես։ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունն